Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Նյու Յորքի փողոցներում ուժեղ քամի էր փչում։ Սեմին իր գլխարկով ծածկեց ականջները։ Ամեն երեկո նա պետք է զբոսանքի դուրս գար իր հայրիկի հետ։ Ավտոմեքենաներն անցնում էին, լսվում էր արգելակների ձայնը, և կանայք լի տոպրակներով դեպի ավտոբուսն էին շտապում։ Բոլորը շտապում էին։ Հայրիկ, այս ամենի իմաստը ո՞րն է։ Նրա հայրը, ով խորը մտքերի մեջ էր, հարցրեց. Ինչ նկատի ունես։ Աստղը, հայրիկ, աստղը, չես տեսնում դա։ Նա ոգևորված մատնացույց արեց տներից մեկի պատուհանը, այնտեղ վառվող մոմ կար, որի լույսը մթության մեջ կարծես աստղ լիներ։ Այս մարդիկ իրենց որդու համար են պատուհանի մոտ մոմ վառել։ Նա հեռու է, հեռու մի վայրում, ուր պատերազմ է, որտեղ կռվում են մեր թշնամիների դեմ։ Եթե նա զենքի արձակած փամփուշտից մահանա, նրանք կհանգցնեն կրակը։ Երբ նրանք ավելի հեռացան, հայրը մտածեց. հուսով եմ, որ երբեք մեր որդու համար պատուհանի մոտ մոմ չեն վառի։ Սեմին շարունակում էր աստղեր փնտրել։ Հայրիկ, այստեղ էլի կա, մի հատ էլ։ Նա իր այն պատուհանի մոտ 2 մոմ է վառվում։ Երևի այդ ընտանիքում 2 որդի է գնացել պատերազմ։ Փողոցի վերջում Սեմին հանկարծակի կանգ առավ և գլուխը վեր բարձրացրեց։ Նա շունչը պահել էր, կարծես ինչ-որ անհասկանալի բան էր տեղի ունեցել։ Հայրիկ, նայիր, այնտեղ։ Նա մութ երկնքում աստղ էր հայտնաբերել։ Աստված նույնպես որդի ունի։ Նա պատուհանի մոտ աստղ է դրել։ Նա մեկ որդի ունի, Աստված նրան ուղարկեց աշխարհ, որ կռվի չարի դեմ, և նա հաղթեց, ոչ թե զենքով, այլ սիրով։ Դա նրա կյանքի գինն արժեցավ, սակայն նա նույնիսկ իր թշնամիներին է սիրում, այն մարդկանց, ովքեր նրան գամեցին խաչին։ Նրա միջոցով մենք կարող ենք Աստծո և այլ մարդկանց հետ խաղաղություն ունենալ։ Ավելի ուշ Սեմին հաճախ էր մտածում պատուհանի մոտ դրված մոմերի և այն մեկի մասին, ով կռվել էր չարի դեմ, տալով իր կյանքը։ Հիսուսը մեզ խաղաղություն տվեց, և դեռ կան պատերազմներ, որոնք վախ և նեղություն են պատճառում։ Ռումբերն ու փամփուշտները շատ մարդկանց կյանքի լույսն են հանգցնում։ Սակայն Աստծո որդու լույսը երբեք չի հանգչում։ Ոչ ոք չի կարող հանգցնել այն լույսը, որը փրկություն և խաղաղություն է տալիս նրանց։ Դիմիր Հիսուսին, նա քեզ նույնպես խաղաղություն կտա։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։